Ներկայացնել մեր այսօրվա դասի թեման։ Մեր այսօրվա դասի թեման է նյութերի բաժանումը խառնուրդներից։ Մենք գիտենք, որ բնության մեջ ավելի շատ խառնուրդներն են, մաքուր նյութերը շատ քիչ են։ Իսկ ո՞րն է մեր դասի նպատակը։ Մեր դասի նպատակն է զարգացնել մաքուր նյութերի եւ խառնուրդների վերաբերյալ գիտելիքներ, զարգացնել մաքուր նյութերը խառնուրդներից տարբերելու, խառնուրդները դասակարգելու հմտություններ եւ վերջին նպատակն է ծանոթանալ, թե ինչպես կարելի է նյութերը բաժանել խառնուրդներից։ Որ նյութերն են կոչվում մաքուր նյութեր։ Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից։ Իսկ որոնք կոչվում են խառնուրդներ։ Խառնուրդները կոչվում են այն նյութերը, որոնք կազմված են մեկի տարբերի մասնիկներից։ Խառնուրդները իրենց հերթին քանի տեսակ են լինում։ Երկու տեսակի համասեր եւ ալոմասեր։ Համասեր են կոչվում այն խառնուրդները, որոնց մեջ կգտնվող մասնիկները ամեն աչքով դերին բարակտակում չեն դերում։ Հիմա եկեք մի քանի համասեր խառնուրդներ ասենք, հետո տեսնենք անհամասեր խառնուրդները որոնք են։ Համասերն օրինակ աղի կամ շաքարի ջրային լուծում։ Աղի կամ շաքարի ջրային լուծում։ Այս սահմանում անհամասեր խառնուրդների Անհամասեր են կոչվում այն խառնուրդները, որոնցում գտնվող մասնիկները կարելի է տեսնել ամեն աչքով կամ մանրադիտակով։ Հեծես, հիմա եկեք անհամասեր խառնուրդների օրինակներ ասենք։ Սուրճ։ Այո, սուրճը համարվում է ինչ? Անհամասեր խառնուրդ։ Անհամասեր են օրինակ հողի ջրային կամ կապճի ջրային խառնուրդները։ Կազմող բաղադրիչները մենք կարող ենք առանձնացնել։ Կարող եք իրարից առանձնացնել։ Այո, ինչ մեթոդներ գիտեք։ Քրոմատագրություն կամ գունագրություն, ռազմիկ, տորում, մարի, շոքիացում, գոլորշիացում և պարզեցում։ Իհարկե, էլի մեթոդներ կան, բայց մենք այսօր ուսումնասիրել ենք պարզեցում, զտում, շոքիացում, թորում, քրոմատագրություն և զավեն որ մեթոդը վարվեստով բաժանում։ Հիմա այստեղ ինչ մեթոդ է պատկերված, ով կասի, Սուրեն։ Հիմա ասնենք մեր գործնական մասին, եկեք կատարենք պարզեցում։ Հիմա ես ձեզ տալիս եմ, ուշադիր եղեք, ջուր, տալիս եմ հողի և ավազի խառնուրդ, տալիս եմ բաժակներ, հիմա փորձեք պատրաստել անհամասեր խառնուրդ և խառնուրդը կազմող բաղադրիչները առանձնացնել։ Բաժակի մեջ ջուր ենք լցնում, ջուրը լցրեցինք, հետո ինչ ենք անում։ Կազմում ենք հող։ Հետո ինչ ենք անում, Սուրեն։ Խառնեցի։ Ինչ խառնուրդ ստացանք։ Անհամասեր խառնուրդ։ Մենք տեսնում ենք, թե որ այստեղ կա ջրի և կավի, ավազի մասնիկներ։ Հիմա մեթոդի էությունը որն է։ Խառնուրդը 20-ից 30 րոպե հաշիվ թողնելով, որը ժամանակ անց կավի մեծ մասնիկները կրստեն հատակին, քանի որ կավի խտությունը ավելի մեծ է, քան ջրի խտությունը։ Հետո պետք է ջուրը զգուշությամբ դավարկեն ուրիշ ծայրակի մեջ։ Հիմա մենք հողի ավազի խառնուրդը խառնեցինք ջրի հետ։ Հիմա սպասում ենք, պետք է 30 րոպե սպասենք։ Ժամանակի ընթացքում մինչև դասի ավարտը կտեսնենք, թե ինչպես է ջուրը առանձնանում վաղից և նստեք։ Հաջորդ մեթոդը զտում, զտմանը ուրիշ ինչ ենք անվանում։ Ֆիլտրում, հեծես, ֆիլտրում։ Հիմա ունենք ջուր, ունենք կավիճ, սա ինչ է երեխաներ։ Ֆիլտրի թուղթ։ Հիմա փորձեք պատրաստել անհամասեր խառնուրդ և ֆիլտրման կամ զտման միջոցով առանձնացնել։ Ռազմիկը կավիճը մանրացրեց, ինչպես պատրաստենք խառնուրդ։ Մտնում ենք բաժակի մեջ։ Լավ, բավական է։ Մի հատ խառնիր, կարեն խառնիր։ Ինչ խառնուրդ ստացանք։ Հիմա ինչպես կբաժանենք անհամասեր խառնուրդը։ Ինչ կանենք։ Քառատակ ծալում ենք։ Եվ լցնում ենք
մաքուր ջուրը անցնում է ֆիլտրի թղթով, իսկ կապիճը կմնա ֆիլտրի թղթի վրա։ Սա ինչ է, երեխաներ, տեսնեմ ով է պատասխանում, Ռոման, շոքիացում, ուրիշ ինչ ենք անվանում շոքիացումը, պատրաստում ենք խառնում, մոտեցեք, Ալցի պատրաստենք հետևյալ կերպ, which ալը կլցնենք հաղթապատես հասի մեջ, հետո կլցնենք ջուրը։ Ավելացրի։ Հիմա փորձենք տեսնենք, թե ինչպես կարող ենք աղը ջրից ավազնացնել։ Եվ ինչ ենք անում։ Եվ տաքացնենք։ Սրա համար ևս ժամանակ է պետք, թող այս փորձը ընթանա, մինչև հաջորդ մեթոդը մենք ցուցաբերենք։ Քանի որ մենք մեր դպրոցում հնարավորություն չունենք թորում կատարելու, խնդրում եմ, մոտեցեք եւ բացատրեք թորման process-ի էությունը։ Էթիլ սպիրտը առանձնացնելու համար էթիլ սպիրտը թողում է։ Սպիրտի եղման ջերմաստիճանը 78 աստիճանն է, իսկ ջրի եղման ջերմաստիճանը 100 աստիճան է։ Խառնուրդը որտեղ է գծված։ Կոլվայի մեջ։ Իսկ ինչու է այստեղ ջերմաչափ դրված։ Որ 78 աստիճանից չանցնի։ Սպիրտը առանձնացնելիս, տաքացնելիս սկզբից առանձնանում է գոլորշին եւ էթիլ սպիրտի գոլորշին սկզբում անցնում է սաղմարանի միջով, ապա հավաքվում է ընդունարանում եւ լցվում է կոլվայի մեջ։ Խրոմատագրությունն է կամ ուրիշ ինչ ենք անվանում խրոմատագրությանը։ Մունագրություն։ Թղթային հրոմատագրությունը ևս խառնուրդի բաժանման եղանակ է։ Հետազոտող լուծույթից մի քանի կաթիլ կաթացնում են զտիչ թղթի վրա եւ թղթի ծայրը ընկալվում է լուծիչի մեջ։ Խառնուրդի բաղադրիչները լուծիչի հետ միասին բարձրանում են թղթով, սակայն տարբեր արագություններով։ Ունի հետագծով եւ ներառությամբ կարող ենք եզրակացնել տվյալ խառնուրդի բաղադրության մասին։ Մենք կարող ենք իմանալ, թե թանանքի մասնիկը կարող է լինել մաքուր թե խառնուրդ։ Ուզում են ստուգել մաքրվի թանակը, մաքուր թե խառնուրդ։ Ֆիլտրի թղթի վրա նշեցինք, սա սպիրտ է, էթիլ սպիրտ է, որը հանդիսանում է որպես լուծիչ։ Այս ֆիլտրի թղթերը տեղափոխեք բաժակի մեջ եւ դնում եք այսպես։ Վերջ։ Եվս սպասում ենք։ Մենք ունենք աշխատանք կատարելու։ Հիմա ես ես կբաժանեմ քարտեր եմ բաժանում, ուշադիր կարդում եք և ուսումնասիրում եք, հետո հարցերին կպատասխանեք։ Հանգիստ կարող եք քարտի վրա աշխատել, խմբով, քննարկեք և աշխատեք։ Քվեարկում եք կանաչ և կարմիր թերթիկներով։ Հիմա կարդում եք հարցը։ Գետի ջուրը մաքուր նյութ է թե խառնուրդ է։ Նելի։ Գետի ջուրը խառնուրդ է։ Քվեարկեք։ Այո, խառնուրդ է։ Թորած ջուր։ Ժիրար։ Մաքուր, քվեարկեք։ Մաքուր է թե խառնուրդ է։ Թորած ջուր։ Այո, շատ ճիշտ է։ Նշված նյութերից որն է մաքուր նյութ։ Նավ, թորած ջուր, ժավերած ջուր, ծովի ջուր, կարինի ջուր։ Կաթնաշորը, առանձնացնում, շիճուկես, արմեն, զտում, շատ ճիշտ է, զտում։ Տանը մենտա կատարում է, ճիշտ է, չգիտեք, որ զտում է, ֆիլտրում է, չես կատարում է։ Դասը ամփոփում է, ուշադիր լսեք, որպեսզի պատասխանեք, ձեր պատասխանների մեջ ազատ եղեք։ Ինչն է լավ, ինչ ես անում քեզ հետ։ Մենք սովորեցինք խառնուրդները իրարից բաժանելու տարբեր եղանակներ։ Տարբեր եղանակներ։ Ուրիշ, Արմեն, ինչ սովորեցիր։ Ես սովորեցի երկու նյութեր զտումով բաժանելու։ Սովորեցինք, որ նյութերը լինում են խառնուրդ և մաքուր վիճակում, իսկ խառնուրդները համասար եղանակներով։ Ինչ կարելի է փոխել։ Կայացնի լաբորատորիայում մենք համբերություն ենք, այդ պատճառով այցեցինք այստեղ։ Հիմա, ինչ անհասկանալի հարցեր դեռ ունեք։ Ձեր բարձրացրեք, ունեք հասկանալի, ամեն ինչ պարզ է, շատ լավ։ Ինչպես կկիրառեք ձեր այսօրվա սովորածը։ Մենք կարող ենք բնության կամ ուրիշ տեղերով ստանալ մաքուր ջուր զտման կամ
բարձրացման միջոցով։ Մենք կարող ենք պատմել օղի, օգնության գործի, կարող ենք առանձնացնել կաթնաշորը, Եկեք կատարենք գնահատում, դուք թղթերի վրա խմբի ավասներ, անունները գրում եք, փոխադարձ գնահատում եք, Արմենինը, Սուրենինը, Գոր 7, Կարինե 8, Մանուկյան Գոր 9, Նաջարյան Ռազմին 9,